Թուրքիան կարող է արագ առաջ շարժվել դեպի Եվրոպական միության լիիրավ անդամակցություն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան կարող է արագ առաջ շարժվել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն, եթե Բրյուսելը ճիշտ գնահատի Անկարայի վճռականությունն այս հարցում։ Գերմանիայի կանցլերն իր հերթին ընդգծել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել Եվրոմիության կազմում։ Հազարավոր ուլտրաուղղափառ հրեաներ հավաքվել են Երուսաղեմի մուտքի մոտ, բողոքելով Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչվելու որոշումից, ցուցարարները փակել են քաղաքի մուտքը։ Այս մասին հայտարարում է The Times of Israel-ը։ Երիտասարդ ուլտրաուղղափառ հրեաները պլաստիկ շշեր են նետել իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանել է զանգվածային հանրահավաքը։ Ցուցարարներից պաշտպանության համար ոստիկանության պաշտպանությանն են դիմել մի քանի լրագրողներ։ Իսրայելի լրագրողների միությունը հայտարարել է, որ զբաղվում է Երուսաղեմի մուտքի մոտ ուլտրաուղղափառ հրեաների բողոքի ցույցի ժամանակ թղթակիցների ու օպերատորների դեմ բռնության մասին հաղորդագրություններով։ Բողոքի ցույցը սկզբնապես նախատեսված է եղել հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել է տարբեր ուլտրաուղղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։ 2024 թվականի հունիսին Իսրայելի գերագույն դատարանը միաձայն որոշում էր կայացրել զրկել ծայրահեղ ուղղափառ հրեաներին բանակ չզորակոչվելու իրավունքից, որից նրանք մինչ այդ օգտվում էին։ Պակիստանի ու Հայաստանի միջև խորհրդարանական մակարդակով հարաբերությունների հաստատման ժամկետները հայտարարվել են, այս մասին հայտնում է ապագործակալությանը տված բացառիկ հայտարարության մեջ Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահ Յուսուփ Ռազա Գիլանին։ Նա նշում է, մենք համագործակցում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, եւ երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են բացարձականապես Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերություններից Հայաստանի հետ։ Ներկայումս Հայաստանի եւ Պակիստանի խորհրդարանների միջև հարաբերություններ չեն հաստատվել։ Այնուամենայնիվ, խաղաղության բանակցությունների ավարտից հետո մենք կքննարկենք այս հարցը։ Հիշեցնենք, որ այս մասին ասել էր Պակիստանի Իսլամական Հանրապետության Սենատի նախագահը։ Վաշինգտոնը զգուշացրել է Բուխարեստին եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման մասին։ Այս մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունն իր կայքում։ Ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված ԱՄՆ ուժերի թվի կրճատման մասին, ԱՄՆ զինված ուժերի գլոբալ դիրքորոշման վերանայման շրջանակներում, ասված է հայտարարության մեջ։ Իսկ դուք եթե ուզում եք իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ապա մնացեք մեզ հետ։